Հերթական նիստերի շրջանակում պատգամավորներին ներկայացվեցին նաև տարբեր պետական գերատեսչությունների նախորդ տարվա իրականացրած աշխատանքների արդյունքները։ Ամբիոնի մոտ է Հանրապետության գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն այս ֆորմատով արդեն 4-րդ տարին է, ինչ ներկայացնում է իր ղեկավարած կառույցի աշխատանքները։ Դատական իշխանության գործունեությունը փաստարկված մանրամասնեց դատախազն ու ըստ ամիսների թվերի տեսքով ներկայացրեց նաև պետությանը վերադարձված գույքերը։ 2025 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Այդ թվում մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք թվարկումը կարելի է շարունակել։ Օրինական ուժի մեջ մտած դատավճռով Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից եւ նրա կնոջից Հօգուտ Հայաստանի ենթակայեն բռնագանձման ապօրինի ծագում ունեցող գույքեր, այդ թվում տարբեր բաժնետոմսեր ու դրամական միջոցներ։ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության եւ հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն 2025-ին հանցագործության դեպքերը նվազել են, փաստում է Աննա Վարդապետյանն ու ներկայացնում պատկերը։ 25 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40722 հանցագործություն։ Հիշեցնեմ 24 թվականին 42057, որոնցից 18857-ը Երևան քաղաքում։ 24 թվականի համեմատությամբ 25 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3.2%-ով։ 25-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ 24-ի համեմատ, բացահայտման ցուցանիշն աճել է 6.9%-ով։ Նախորդ տարի դատարաններում քննվել եւ ավարտվել է 9.7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին։ Դրական պատկեր կա կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազման մասով, նշում է Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև նախորդ տարվա ընթացքում դատարան հանձնված հանրային հետաքրքրություն ունեցող կոռուպցիոն այն գործերին, որոնք վերաբերում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ առանցքային պաշտոններ զբաղեցրած այլ անձանց։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատախազի փոխանցմամբ 2025-ին նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում։ 42 հայցերից 4-ը այն նմանատիպ դեպքեր են, երբ դատախազությունը հրաժարվել է հայցից 2025 թվականի ընթացքում եւ դատարանում ներկայացված հայցերի թիվը 38-ն է։ Այս 38 հայցապահանջներով պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձում մասնակցություն, 38 հայցերով դրամական պահանջի 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ։ Ամփոփելով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 20-25 թվականների աշխատանքները Աննա Վարդապետյանը նշեց։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով եւ հաշտության 9 համաձայնություններով այս պահի դրությամբ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ։ 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ եւ 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ որպես դրամական միջոց։ Վերադառնալով նախկին պաշտոնյաների իրականացրած յուրացումներին գլխավոր դատախազն անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից Սևանում ապօրինի կառուցված առանձնատներին։ Վստահ եմ բոլորդ տեղյակ եք եւ տեսել եք, որ ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքեր են առկա։ Փաստվում է, որ վարձակալության դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում, հիմնականում դրանք կամ հողազավթումներ են, կամ ապօրինի հողօգտագործումներ են։ 25 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազության միջնորդագրերի կատարման հիման վրա ափամերձ բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել քանդվել է 86 շենք-շինություն եւ ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ 2025 թվականի գործնեության մասին հաղորդումը ներկայացվելուց հետո խորհրդարանականների կողմից եղան նաև հարցեր տարբեր արատավոր երևույթների վերաբերյալ։ Կարևորվեց կանխարգելիչ գործողությունների նկատմամբ վերահսկողական գործիքակազմերի հնարավորությունը դատախազությանը վերադարձնելու հարցը։ Քննարկումների ավարտին գլխավոր դատախազի ներկայացրած փաստաթուղթը խորհրդարանն ընդունեց ի գիտություն։